Արոն Արաքելյան, մի փոքր լրացում է, ինձ թվում է մարտական մեկի խնդիրը կա աշխատողների, որովհետև մեր համակարգացիների հիմնական ասելիքը նրանում է, որ երբ ասում ես 2 կամ 3 հոգի մարդ է առավելագույնը, ու բոլորս YouTube-ից օգտվում ենք, եթե YouTube-ը 2 արագություն ունի, որ 2 արագությունով անում, իրանք -2 արագությամբ են մի քարը վերցնում, մյուսի վրա դնում, էլի։ Բայց կարծում եմ կապառավարող կազմակերպության հետ իրոք պետք է նաև այդ ամեն ինչը քննարկել, բոլոր եղանակային պայմանները հաշվի առնել։ Հիմա կարող է ասել շատ շոկի մարդիկ բժժել են։ Բժժելու դեպ ինչ-որ բաներ արեք այդ փողոցը։ Այդ երևի չկարողանա, որովհետև իրենց հատվածը միշտ հով է։ Ընդդեմ հասկանում։ Այս մասով մի ավելացում եմ, ես անեմ, այդ հատվածով ես օրական 4-5 անգամ անցնում եմ, նախկինում միշտ բարեկներ կային կանգնած, այս հրաբարակը հսկող ու մի հատ թախտից չմիացնող վարորդին այդտեղ կանգնած էին ու պատրաստ էին տուգանեին։ Այս ընթացքում ոչ մի օր այդտեղ բարեք չի կարգավորել եւ տևեկություն է, եթե իրանք կանգնած լինեին, անհամեմատ ավելի թեթև կլիներ այդ խցանումները։ Այդ մասով երևի քաղաքապետարանները նրաների պիտի գրություններ գրվի, որ այս ընթացքը անպայման երթապահությունը չգիտեմ, բայց ամբողջ այդպիսի աշխատանքները, որ երթևեկության կանոնների փոփոխություն է լինելու դիմար գնում են, մենք աշխատանքները կատարելուց առաջ եւ ոստիկանություն եւ բարեկային ծառայություններ գրությունները հավաստիացնում ցես, որով ուղղվել է։ Բայց եթե չեն արել, ընթացքում ամսից ավել է տևել, ընթացքում եթե նկատում էին կանգնած չէին, կարելի է քաղաքը թողավ երթանյութ է բարեկների կարգավորելու համար եթե կանգնած են լինում, իմանցից եկողների խոսքը կարող են ապահովել, Կարծում եմ հիմա լսում եք բարեկները, բարեկային խմբի ղեկավարներ կմարտավորել Չինարի խնդրով ասեմ, որ անպայման խիստ խոսակցություն մեծել է, բարեկային ծառայության հետ էլ մի հատ կապնվելու անպայման փորձեք հետ կարգավորել վստահություն ունեցես, որ կարողանանք շատ ծեզուր անկետներով վերջացնել Արդեն ավարտին է, մեզ էլ մանչին բնություն